Այս կյանքը հենց այնպես չի, էլի, որ եկար ապրեցիր, ուտես, խմես, ունես, ունես, գնաս, չէ։ Ալա, Այո, ունես վախ օրվա հանդեպ։ ունեմ։ Պատկերացնում եք ամենտեղ ամենուր լիներ ճիշտ չափի մեջ, ես օրինակ կնյարդանանայի, ես սիրում եմ զեն փոքրիկ էմոցիոնալ բաներ, սիրում եմ զենց սպորտկումներ։ Շատ բաների վրա աչք ես փակում, համակերպվում ես, որպեսզի պահպանես ընտանիքդ։ Ես ու ամուսինս իրար ընդունում ենք այնպեսին, ինչպեսին կանք։ Իմ ամուսնուն շատ եմ սիրում, մինչև հիմա։ Ինչ արել ես, լավ ես արել։ Իրականում ոնց որ թե լավ եմ արել, ոնց որ ամենից նորմալ է։ Քո սիրտն է այդ մարդկանց համար փակ։ Ահա։ Այո, եւ դրա իրավունքը լրիվ ունեմ։ Այդ ինչքան պետք է անջատված լինես, որ վրատ նման բաները չազդեն։ Ասենք չազդի, որ թե կորուս լացը, քեզ տվել եմ կյանքս ողջ, որ լինես դու միշտ առողջ, ու միշտ չպտաս դու տղաս։ Ողջույն։ Չկա մարդ, ով իր կյանքի ընթացքում մետամորֆոզիս երևույթը չի վերապրել, իսկ եթե այդպիսին կա, ուրեմն նրա հոգում, մտքերում ու արժեհամակարգում չի փոխվել ոչինչ։ Տարիները նրա վրա ազդեցություն չեն թողել, իհարկե լավ իմաստով։ Այն իմաստով, որ մարդը պարբերաբար հավաքելով կենսափորձ, ավելի գիտելիքներ, պարբերաբար պիտի վերանայի իր հայացքները կյանքին եւ կյանքի համար կարեւորագույն արժեքներին։ Այսօր իմ զրուցակիցը մի երգչուհի, ում ճանաչում եմ շատ վաղուց եւ ինձ անձամբ շատ հետաքրքիր է նրա արժեհամակարգում եւ կյանքի հանդեպ վերաբերմունքում ինչ է փոխվել։ Եվ այսպես իմ զրուցակիցն է երգչուհի Ալա Լևոնյանը։ Ողջույն։ Ողջույն Ամալիա ջան, ողջույն։ Վաղուց չէինք հանդիպել, անկեղծ որ զանգեցիք, շատ ուրախացա, շատ հաճելի էր։ Մերսի, որ ընդունեցիք հրավերս։ Սիրով, չնայած վերջին շրջանում շատ չեմ սիրում արդեն խոսել Երևալ, բայց չկարողացա մերժել, համել շատ վաղուց չէինք հանդիպել, իսկապես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ։ Ինչով է պայմանավորված, որ խուսափում եք ելույթներից։ Հետաքրքիր չի, ասելիք չկա առանձնապես կամ ինչ որ պետք է ասվի կամ ինչ մտածում ես, արդեն այս համացանցի արկայության դեպքում ամեն ինչ երևում է քո էջերին, եթե կան նրանք, ես իհարկե Facebook-յան էջում արդեն գրեթե 10 տարի է չկամ եւ շատ ուրախ եմ։ Ընդհանրապես ես այսպես մտերմիկ անձնական շփման ավելի կողմնակից եմ, բայց ուզած չուզած այնպիսի ժամանակաշրջանում ենք ապրում, որ պետք է հարմարվեմ նաև այդ ուղղությանը, որտեղ նաև շատ լավ բաներ կան, բայց կան զուգահեռաբար շատ կոնտրաստային վատ բաներ, որը ինձ նյարդայնացնում է, որևէ բան այսպես թերթելուց արդեն զգում ես տհաճություն, ինչ որ խոսակցություններ, ինչ որ կերպարներ, ոչ ինձ հետ կապված, ընդհանրապես ինքը շատ չի հետաքրքրում ինձ, բայց քանի դեռ հայտնի ես եւ կարիքը կա եւ մարդիկ հետաքրքրվում են, դու պետք է հարմարվես ընդհանուր առմամբ այդ ամեն ինչին։ Վերջերս միտեղ զրուցում էին եւ այսպես բավականին հետաքրքիր բանավեճ ձևավորվեց այն թեմայով, որ այն մարդը, ով իր մանկությունը գյուղում չի անցկացրել, ուրեմն մանկություն չի ունեցել։ Ասում են, որ գյուղի մանկությունը առանձնահատուկ գույներ ունի։ Ես կուզեի քո մանկությունից մի փոքր խոսենք, որովհետև հենց այնտեղից ենք մենք վերցնում այն դրական լիցքերը վերապրելու համար ներկայի դժվար պահերը։ Մանկությունից միշտ էլ հաճելի է խոսել եւ վերջերս հատկապես շատ եմ գնում մտովի դեպի մանկություն, որտեղ ամենալուսավոր, ամենաբարի, ամենաանմեղ ու անհոգ ժամանակահատվածն է եղել, հուսամ բոլորի մոտ, եթե ոչ շատերի մոտ այդպես է, մինչև որ գիտակցական կյանքում արդեն երբ գալիս են կյանքի էտապներ, որ պատասխանատվությունը մեծանում է եւ ընտանիքի եւ ընկերների կյանքի, ծնողների, հարազատների արդեն մի տեսակ այդ մանկական անհոգությունը կորում է, հետո մանկության տարիներին մանավանդ որ մի քիչ էլ երասկոտ ես լինում, շատ սիրուն հուշեր կան, այդ մեր խաղերը գյուղական, գիտեք ես փորձել եմ իմ 3 երեխաներին էլ այնպես անել, որ իրենք ամառային արձակուրդները անցկացնեն գյուղում, իմ հայրական տանը կամ իրենց մորեղբոր, մորաքույրների տանը, այդ 3 ամիսը բացի այդ ամեն շաբաթվա վերջին մենք պարտադիր
այնտեղ են գտնվում։ Ես շատ երջանիկ եմ, որ իմ երեխաները այնտեղ են անցկացրել մեծ մասը իրենց այդ արձակուրդների, որովհետև ինձ հիշելով այդ ծառերի թութը, որ բարձրանում ենք, հետո թափ էինք տալիս ընկուզենին, հարևանի ընկերներով գնում ենք հարևանի ծառը, ասենք մեկը գերաս ուներ, մյուսը սալոր, մյուսը այնա, եւ չկար այդպիսի բան, որ սա ինն է, սա հարևանինն է, համախմբված, հաճելի։ Ես հիշում եմ հաց թխելու process-ը, բոլոր հարևանները հավաքվում էին, նույնիսկ դե գիշերը պետք է այդ խմորը անեին, թթխմորով բան, որպեսի հասունանար խմորը, որպեսի առավոտյան շուտ շատ շոկ չլիներ եւ հացը թխվեր, լավաշը ու ոչ միայն հետո այն կարտոֆիլն էին կտրտում կողքերը, մի խոսքով, սրանք թանկ բաներ են, սրանք իրականում միայն ուտելու մասին չի, էլի, այդ լավաշի թխման process-ը պարտադիր այնպես էին անում, որ հարևանները մի օրում էին հավաքվում անում, որ մի օրում բոլորը իրար օգնեին այդ հացը թխվեր, էլի, ոչ թե մի հոգունը։ Այնքան հավես հաճելի բաներ կան գյուղական մանկության մեջ, բայց ես կարծում եմ, որ քաղաքում էլ մանկությունը շատ հաճելի կլիներ, որտեղ օրինակ մենք էլ կարոտում էինք եւ մեր ծնողները, հայրս շատ հաճախ այդ մայիսիները, մայիսի 1-երը դրոշներով, փուչիկներով, ուրախ տոնական մարդիկ համախմբված, հատկապես այն սովետական շրջանում, երբ որ մենք դեռ պիոներներ էինք, հա, ու գնում էինք հաղթանակի այգի, բան, տես, մենք էլ դա էինք ուզում, որ մեր մոտ չկար, էլի։ Այնպես որ ամենտեղ էլ, եթե անհոգ է կյանքը, ամենտեղ էլ կարող ես վայելել մանկությունը, թե գյուղում, թե քաղաքում։ Ալա, ինչն է աչքի զարթնում մարդու համար, ով մեծացել է, ձևավորվել է գյուղում, այլ մթնոլորտում, այլ ջերմության մեջ, հետո հայտնվում է մայրաքաղաքում, եկել է իր երազանքի հետևից, որոնք են առաջին դժվարությունները, որին որպես կանոն բախվում են այն աղջիկներն ու պատանիները, ովքեր գյուղից գալիս են քաղաք իրենց երազանքի հետևից։ Իրականում կարծիքներ եմ մեկ-մեկ կարդում կոմենտներում, որ դե բախտը բերեց, հեշտորեն եղավ, սրա շնորհիվ, նրա շնորհիվ, այդպես չի եղել իրականում։ Ես միայն ֆիզիկական հոգնածության մասին չեմ խոսում, որ եղել են օրեր, որ 2 անգամ եմ գնացել հայրական տուն վերադարձել, ինչ որ բան եմ մոռացած եղել կամ ինչ-որ մի կարևոր եւ ինչով էլեկտրիչկայով այդ բառը պետք է օգտագործեմ, հա, ինքը հեշտ բան չի եղել, բայց ավելի ես բախվեցի այն ժամանակ ավելի կոնտրաստը մեծ էր քաղաքի եւ գյուղի, որովհետեւ այսօր, որ այդ համացանցը կա, լիքը ինֆորմացիա կա եւ մարդիկ ավելի հաճախ են շփվում, չէ՞, ոնց որ մի ընդհանուր վիճակ է, առանձնապես չես ասի մեկը Նյու Յորքում է, մյուսը չգիտեմ որ հեռավոր մի փոքրիկ երկիր, բոլորը գնում գալիս են, Երևանն ավելի մատչելի է, ավելի հասանելի է եւ այլն եւ այլն։ Իսկ այն ժամանակ չկար այդ հնարավորությունը եւ մեր միջավայրում մենք այլ կերպ էինք մտածում, երբ որ ես եկա շատ տհաճ բաների բախվեցի այն առումով, որ տարբեր էի մտածում, ընկալումներս տարբեր էին, աշխարհայացքս տարբեր էր, չեմ ուզենա այսօր մանրանալ, բայց մինչև որ սովորեցի, բայց այնքանով է լավ, որ ես այս տարիների ընթացքում շատ բաներ տեսնելով, ընդունելով, այսպես է հիմա կարողացա ինտեգրվել, բայց ես իմ հոգու խորքում, իմ մտքում պահում եմ իմ մանկությունը, որտեվ եթե դա էլ չլինի, ես կնմանվեմ շատ շատերին, որը որ չեմ ուզենա, իրենց կերպ կմտածեմ, իրենց կերպ կնայեմ կյանքին, իսկ այդ իմ հիշողությունները եւ իմ գյուղական միջավայրի մանկությունը իմ հոգում պահել է այն երազանքները, որոնց ես ձգտում եւ հասնում եմ եւ այսօր կամ այնպեսին, ինչպեսին որ կամ։ Երբ եկար Երևան, ով քեզ օգնեց, ում մեկնած ձեռքն էր, որի միջոցով դու հասկացար, որ այո, երազանքդ իրականանալի է։ Նախ փոքր տարիքից այն ժամանակ Արևիկ խումբ կար, այնքան էի սիրում, ես էլ էի երգում, շատ միջոցառումներ էին լինում եւ Արարատ քաղաքում եւ մեր գյուղում, ակումբում, գյուղական մեծ ակումբում միջոցառումներ, դպրոցում, բարը, երգը, ռիթմիկ մանրամարզությունը, երաժշտությունը, սպորտը, ամեն ինչին մասնակցել եմ, գրեթե բոլոր երեխաների նման, որոնք 8-ից 10 բաների են մասնակցում, խմբակների, այն ժամանակ այդ շռայլությունը կար, չէ՞։ Եվ այդ երազանքը միշտ ա եղել երգելու,
եւ ստեղծագործում էի։ Բացի այդ, ես 6-րդ դասարանից իմ համադասարանցու հետ այցելում էի Պիոներ կանչ թերթի բողբոջ խմբակ գրողների միությունը եւ տպագրվում էին մեր բանաստեղծությունները։ Հետո մի որոշ ժամանակ մի կոմպոզիտորի մոտ եմ, այսօր նա ցավոք ծրտի չկա, ֆիզիկապես մեզ հետ չի եւ նույնիսկ մի պահ մի փոքրիկ հատված հիշում եմ Արտակ էր տղայի անունը մեր երաժշտական դպրոցից Արարատ քաղաքի ինքը թավջութակի վրա նվագում էր իր ստեղծագործությունը, տենց փոքր-մոքր բաներ, նկարչություն, բան սիրել եմ շատ, բայց այսպես ասեմ, երբ ես եկա արձագանք ձայնագրման ստուդիա ու իմ առաջին երգը փաստորեն կոչվում էր կգտնեմ մի օր ես քեզ, սենց մեծ վերնագրով փոքրիկ իշխանի մասին էի գրել, որը իմ երազանքն էր, իմ երազների արքան էր, դե այդ ժամանակ միշտ մինչև այսօր էլ իմ հայացքը երկնքին է, աստղերին է, ասում եմ, այդ երազային բանը մնացել է, էլի, որն էլ ինձ օգնում է գոնե ապրելու առաջ գնալ, որտեվ կենցաղն ու առօրյան այսօրվա կյանքը շատ հարցերում ցավացնում է, շատ բաներում խանգարում է։ Հիմա ձեր հարցին ավելի մոտենամ, ուրեմն երբ ես մասնակցեցի Բոհեմ ամենամսյա մրցույթ փառատոնի ու երգեցի իմ օտարական երգը, ես ստացա առաջին մրցանակ։ Հետո Արտուր Գրիգորյանն է գալիս արձագանք ստուդիա, որպեսզի դեբյուտ կարգում ասում մրցանակաբաշխության գտնի մարդկանց եւ հետաքրքրվում է ինձնով։ Ես մի երգ էի գրել այսպես ջազային, որտեղ նաև սոլում էի մի փոքրիկ հատված եւ լսում ով է այս հետաքրքիր աղջիկը, ասում են Ալան Էլեբոնյան, նոր է մեզ մոտ 1 տարի չկա, ասում է կարող եմ տեսնել, ասում է չէ, ինքը իրանց գյուղում է։ Այս աղջիկը գյուղից է ու սենց այս ոճում է երգում ու այսպես է գրում։ Մի խոսքով մասնակցեցի այդ ժամանակ Արման Էլբերտը, Վարդուհի Վարդանյանը, իմ սիրելի ընկերուհին, ես եւ մի Լիլիթ անունով աղջիկ, որը հիմա կարծեմ դրսում է ապրում, մասնակցեցինք, հաղթեց մեր Վարդուհին ու այդպես ես ընդունվեցի երգի պետական թատրոն ու Արտուր Գրիգորիչս միշտ է իմ կողքին եղել, գնահատել է, հասկացել է ինձ եւ իր մեծ լուման կա իմ այսօրվա ճակատագրի մեջ ու կարծում եմ բոլորի անունից պիտի շնորհակալ լինենք միշտ իրեն մեր կողքին լինելու համար։ Ես կարող եմ ասել, որ այդ ճանապարհին ինքն է եղել իմ կողքին։ Այդ շրջանի երգի պետականի թատրոնի այդ սերնդին համակրում էր նաև Սպարապետը։ Շատ։ Որ երգն էր քո, որ Սպարապետը շատ էր սիրում։ Իմիջայլոց շատ է խոսվում ինչ-որ թեմաներ, ես պատմեմ, մի անգամ էլ մի առիթով պատմել եմ, հիմա էլ չեմ զլանա, ինքը հասցրեց լսել միայն Հայաստան երգը ու շատ էր ուրախացել։ Հոպարի աղջիկ, ես իրան 2 անգամ եմ տեսել, ես էի, Վարդուհին էր, Զարուհին էր եւ Արտուր Գրիգորիչը, երբ որ խմբված կանգնած զրուցում էինք, մի միջոցառման մի տեղ էինք ու ինքը այդ ժամանակ ասեց, գիտեք, ասեց, լիքը մարդիկ կային, հիմա չեմ էլ հիշում, ինչ-որ ղեկավարներ բաներ, ասեց, առաջին անգամ ես եմ իրան ձեռքից բռնել, տարել երաժշտական դպրոց, պարզ այդպիսի բան չի եղել, ինքը ուզում էր իր վերաբերմունքը ցույց տալ ինձ, որպես իր, դե իրենք Արարատ գյուղից էին, ես Ավշարից էի, այդ 2 անգամն է եղել, որ հանդիպել ենք եւ ինքը լսել է Հայաստան երգը ու շատ հավանել էր։ Ինչ ասեմ, շատ երջանիկ եմ, որ Սպարապետի ժամանակակիցն եմ եւ այդ իր այդ կերպարը, այդ հերոսական կերպարը, այդ ամեն ինչը դրդեց նրան, որ Սպարապետ երգի 3-րդ քառյակը նվիրվեց հենց իրեն, որտեղ ինձ համար Սպարապետը եւ բանակը անբաժանելի են ու շատ է, բայց Սպարապետը իր կերպարով որպես առաջնորդ, որպես մարդ, որը հավաքեց իր շուրջ մարդկանց ու գնացին ու ոգին ունենալով, այն ժամանակ չունենալով, չգիտեմ, ինչ զենքեր, վերջապես նոր փլուզվել էր, նոր էինք անկախացել, ոգին կար ու մարդիկ հասան նրան շնորհիվ նաև իրեն, իր առաջնորդության, որ մենք հաղթեցինք եւ որևէ զենք չէր կարող առնել այդ ոգու առաջը, ինչպես ասում են, ու ես շատ ուրախ եմ, որ այդ երգը հասավ նպատակին եւ այդ երգը մինչեւ այսօր լսում են, տարբեր երգիչներ են նաև ուզում են ինձնից այդ գործիքավորումը մինուսը երգում են ու երգը ապրում է, որտեվ նաև
բացի իր ոգին երկի այդ մատչելիությունը եւ ոգին նաեւ մեր սպարապետի ֆակտորը կա։ Հալա, ինչ կերպեր արտահայտվում սպարապետի հովանավորությունը առաջատար երգիչներին հատկապես այդ տարիներին։ Նա ձեր միջոցով փորձում էր հայրենասիրական մեղ մտցնել հասարակության մեջ, ինչը այսօր առանձնապես չի արվում, բացարձակ հակառակը։ Ինչ կերպ էիր դու որպես երգչուհի զգում այդ հովանավորությունը։ Ես նոր ասացի, որ մենք չենք շփվել առանձնապես, մենք առանձնազրույց չենք ունեցել ոչ երաժշտության մասին։ Երգեպետական թատրոնի հանդեպ Երգեպետական թատրոնը շատ հարգում էր ինքը եւ այնտեղից մեզնից առաջվա սերունդը կար, Շուշանը, Նունեն, Արամոն, Էման, Իդան, Գրիգորը շատ էին իրենք եւ կարծեմ իրենց հետ ավելի եղել շփում, մենք երկրորդ սերունդն էինք։ Արթուր Գրիգորյանը միշտ ասում էր իմ ոսկե սերունդը, հա։ Ես կարծում եմ, որ բոլոր սերունդների մեջ էլ եղել է ճիշտ ուղղվածություն եւ հասել է նպատակին, վստահ եմ, որ սպարապետը, այո, Վազգենը նաեւ երաժշտության միջոցով էր փորձում այդ ոգին բարձրացնել, որը եւ ստացվեց։ Այդքանը կարող եմ ասել, որովհետեւ ավել բան չկա ասելու այս դեպքում։ Երգը մի միջոց է, լեզու է, որը օգտագործելով շատ հեշտությամբ կարելի է միախմբել մարդկանց գաղափարակիցներից։ Արվեստը եւ երգը մասնավորապես հնարավորություն է շատ ուժեղ պրոպագանդա անելու։ Այո։ Ինչպես է սրան վերաբերվում եւ ինչ ես տեսնում այսօրվա արվեստի եւ երգեցողության միջոցով ինչ պրոպագանդա է արվում։ Ինչ կուզենայիր դու քո արվեստով այսօր պրոպագանդեիր։ Նախ ես ինչ ուզում եմ պրոպագանդում եմ։ Անհամեստ չթվա, բայց իրականում տեսեք, ասում են pop ժանրը, պոպուլյար ժանրը, հասանելի ժանրը, մի տեսակ բան են նայում, որպես թեթև ժանրի են նայում, բայց ես իմ փորձից եմ ասում եւ Սփյուռքում եւ ոչ հայկական միջավայրում, երբ երգել եմ շատ դեպքերում, շատ տարբեր աշխարհի բոլոր ծայրերում, երաժշտությունը շատ ուժեղ ազդեցություն ունի մարդկանց վրա։ Դու կարող ես համախմբել եւ գաղափարապես այդ 3-4 րոպեանոց երգով մարդկանց տանել հայրենասիրական կամ սիրո կամ որևէ թեմայի ուղղությամբ հետևից համախմբել եւ կարող ես նենց փչացնել այդ ամեն ինչը, որ ոնց որ օրինակ հիմա ես շատ դեպքերում նկատում եմ, էլի, ինքը ինձ թվում է նաեւ հասանելի է մարդկանց։ Տեսեք, այդ նույն բանի մասին, եթե մենք հիմա ժամերով խոսենք, կարող է ձանձրալի լինի, կարող է երկար չլսեն, չէ՞։ Կամ օրինակ, ասեն գրքում գրված է կարդա, այն էլ այսօր դժվար են կարդում գիրք, չէ՞։ Կամ ասեն մի հատ նկարում նայիր եւ պատկերացրու։ Բայց երբ որ երգում ես, այդ 3-4 րոպեով դու ավելի շուտ ես կարողանում մարդկանց հասցնել այն մեսիջը, որը որ ուզում ես, էլի։ Ինքը շատ լուրջ բան է, մենք ասում եմ թեթև ենք այդ ժանրին նայում, բայց եթե իրեն ճիշտ ես օգտագործում, Պարուս Սևակի ասած, մի իջեցրեք, պահեք թող մարդիկ ժողովուրդը բարձրանա։ Իսկ մենք, ես շատ լսում եմ կողքից ոմանց, որ ասում են, էս են պահանջում, էս են երգում, չէ՞, բայց այդ շնորհքը տրված չի քեզ, որ դու ինչ ուզես անես, դա տրված է հատուկ նպատակով, ու այդ տրվածն է տրվում է վերևից, այդ մեր շնորհքը չի, որ մենք գրում ենք, է։ Հիմա այս վերջին շրջանում օրինակ ես շատ հազվադեպ եմ գրում, ներսումս մտքումս չկա այդ կայծը չկա գրելու, ասելիք չկա, կամ երբ որ տեսնում ես, որ այն երգերը, որոնցով շատ ժամանակ զինվորները ասել են, որ նույն ֆիդայիները այն ժամանակ ասում էին, այդ երգերը լսելով գնում էինք, կռվում էինք, ալա ջան, ձեր երգերն էինք լսում եւ այլն, դե ինձ համար ամենամեծ բանն է։ Իսկ հիմա մի տեսակ փորձեցին, չգիտեմ ինչքանով ստացվեց, բայց օրինակ տեղեր կա, ես ցանկանում են էլ չեմ երգում սպարապետ երգը, որտեվ կարծում եմ, որ այդ տեղում ու այդ մարդկանց համար արժանի չեն երգել այդ երգը։ Մի տեսակ կոտրեցին, էլի, ու ոչ միայն սպարապետը, իմ երգացանկում Գնա ու կռվիրը կա, Արի իմ սոխակը կա, Պարոն կապիտանը կա, Մենք հավերժ ենք, Հայրենիքը, շատ է իմ երգացանկում հայրենասիրական երգերը, բայց հիմա արդեն մի տեսակ ափսոսում են դրանք երգել։ Մտածում ես, որ չեն հասկանալու։
Չէ, մի տեսակ փորձեցին արժեզրկել, բայց ես վստահ եմ, որ դրանք արդեն սկսում են երգել եւ դրանցով նորից կկարողանանք հասարակության մեջ այդ ոգին բարձրացնել, որտեղ իսկապես ինքը սիրեն, չսիրեն քեզ, հարգեն, չհարգեն, երգը ինքը մտնում է եւ մարդու հոգում մտքի մեջ ինչ որ բան փոխում է եւ մեր իմաստը հատկապես ովքեր երգեր են գրում, որտեղ շատ հրաշալի երգիչներ ունենք, բայց ես սիրում եւ հարգում եմ հատկապես երաժիշտ երգիչներին, որոնք նաեւ գրում են, որոնք նաեւ խոսքեր ու երաժշտություն են գրում, էլի։ Ու կարծում եմ, որ մենք դեռ էլի գործ ունենք անելու այդ առիթով, որտեղ ուրիշ բան չեմ կարողանում անել։ Իմ գործը երաժշտությունն է, երգարվեստն է, էտա։ Ալա ասացիր լինում են միջավայրեր, որտեղ ափսոսում եմ իմ երգերը երգել, արժանի չեմ համարում, բայց լինում է նաև հակառակը, այսինքն էմոցիատ, ասելիքդ այնքան շատ է, որ այդքան ասելու փոխարեն երգում ես կամ Եղել են բանաստեղծություն դեպքեր, Ամալիա ջան, կարդամ։ շատ ճիշտ եք ասում, հա, իհարկե։ Գիտես, պահ է գալիս, որ ընդհանրապես խոսքը շատ իմ կարծիքով կարևոր եւ մեծ ուժ ունեցող բան է։ Այդ խոսքով կարող ես մարդուն ոչնչացնել, խոսքով կարող ես բարձրացնել։ Մանավանդ հիմա էլ գիտեք, ով պատահի խոսում է, պետք չի, հասկանում եք, չեն հասկանում։ Ոնց միացնում ես բոլորը խորհուրդ են տալիս, բոլորը խոսում են։ Այդտեղ էլա ցենս պետք էլի դնել, բայց դե արի ու համացանցում ցենս դիր, դա հնարավոր չի։ Ժամանակները փոխվել են, բայց հաճելի է, երբ քեզ գրում են անձնական նամակով եւ ոչ միայն ու գրում են երեխայի տարիքի 20-22 տարեկան երիտասարդներ ու պահանջում են ձեր հին երգերը երգեք, խոսեք, մենք լսեցինք ձեր հարցազրույցը, մենք ձեզ չէինք ճանաչում այսպեսին, լսեցինք եւ հիմա այսպես չի, այսպես է, այսինքն այդպես ասել, որ չեմ անի էլ ոչ իման, դա էլ ճիշտ չի, մեր պայքարելու ձևը խոսքն է, երգն է, կոնկրետ մեր իմ գոլեգաների, էլի, ուղղակի պետքա չասել, որ մենք ոչինչի չենք խառնվում ու կողքի քաշվել, ուղղակի ապրել այդպես չի լինում։ Անտարբեր չի կյանքում էլ լինում, ես էլ փառք Աստծո ամեն ինչ լավ է, բայց երբ որ միջավայրում շուրջս մարդիկ զգում են, որ տխուր են, ես չեմ կարողանում ուրախ լինել, էլի։ Պլատակների վրա հարսանիք անելը։ Ահա։ Այո։ Վերջին բանաստեղծությունդ երբ ես գրել։ Բանաստեղծություն երևի պատանեկան շրջանում, հետո անցա երգեր գրելուն եւ զուգահեռաբար խոսքերն ու երաժշտությունը որ գրում եմ, ինքը դե երգերի խոսքը դա բանաստեղծություն չի, դա երգի խոսքեր են։ Վերջինը եղել է տղաս երգը, որը իմ եւ բոլոր ես շատ եմ սիրում տղաներին, որ տեսնում եմ այդ տարիքի, իմ տղայի տարիքի տղաների երիտասարդների մի տեսակ սենց ժպիտ է գալիս, ընդհանրապես երեխաների շատ եմ սիրում, երևի դրանից է նաև որ տղաս այս պահին ծառայում է հայոց բանակում, դրանից ավելի է սիրտս թուլանում ու մանավանդ զինվորական համազգեստով երիտասարդների որ տեսնում եմ, ուզում եմ գնամ գրկեմ, հիմնականում այդպես էլ անում եմ, էլի։ Մի հատված երգ էլի նվիրենք մեր զինվորներին, տղաներին, ովքեր այս պահին սահմանում են։ Նվիրենք իրենց, սահմանապահ մեր տղաներին։ Չէ, ինքը այդպես չի, որ կոնկրետ զինվորական կամ բանակին է, մեր բոլոր տղաներին իմիջիայլոց մի քանի անգամ առիթ է եղել եւ այդ երգը երգել եմ հարսանեկան տոնախմբության ժամանակ, ընդհանրապես ես կարծում եմ, որ հարսանիքներում էլ պետք է լավ երաժշտություն հնչի եւ քանի որ ունենք հարսիքող, ունենք Քավորի երգ, գեղեցիկ ավանդական բաներ են դրանք, ես շատ եմ սիրում մեր ավանդույթները։ Երաժշտությամբ։ Այո, եւ չկար երգ, երբ մայրն է իր որդու հետ պարում, ես այդպիսի մի շատ գեղեցիկ երգ եմ գրել մեր ավետի հետ Բարսեղյան ու կարծում եմ շուտով հնարավորության դեպքում կլինի տեսահոլովակ։ Հիմա ուղղակի մի փոքրիկ երգ եմ։ Տղաս Քեզ օրհնում եմ ես հիմա, քո կողքին է հիմանա, ում դու սիրում ես, տղաս, քեզ տվել եմ կյանքս ողջ, որ լինես դու միշտ առողջ, ու միշտ շփթաս դու, տղաս,
Սուսեն շարունակվում է։ Շատ գեղեցիկ էր։ Ինքը էմոցիոնալ երգ է Այո, իրականում, հա։ Ու տեսահոլովակը կարծեմ, երբ որ լինի, լավ տարածում կգտնի։ Ես էլ եմ կարծում, որ այո։ Ալամ, Այո, ընտանիք։ Ընտանիքը մի առանձին հասկացություն է, մի վայր է, որտեղ յուրաքանչյուր մարդ հենց այնպիսին է, ինչպիսին որ կա։ ըհը, Բեմն էլ է որոշակի անկեղծություն պահանջում։ Ամեն միջավայր որոշակի խրախուսում է անկեղծություն, բայց ընտանիքը սա ուրիշ բան է։ նեղանձնական տեղ է, որտեղ ընտանիքում չես խաղում, որ ինչպիսին կաս, այնպիսին ես, այո։ Այսօր ընտանիքի ինստիտուտն էլ, հասկացությունն էլ մի քիչ փոխվեց վերաբերմունքը նաև սրա վերաբերյալ։ Ցավոք սրտի, այո։ Ախր աշխարհի հետ համընթաց ուզես չուզես, այդ ոնց որ ասում է, օվկիանոսում մի փոքրիկ ալիք ես կամ ծովի ալիք ես, որ ինչքան էլ դու դեմ գնաս հոսքին, միևնույն է չես կարող, ուզած չուզած ենթարկվում ես այսօրվա կյանքին, բայց բանը նրանում է, որ մենք բարբերաբար լսում ենք հնաոճ ենք, չգիտեմ, աշխարհը առաջ է գնում, դուք մնում եք, ախր ավանդույթները դրանք ազգի հիմքն են, դրանք են պահում, Ինքնությունն են, ինքնությունն են, կախկացուցիչն հա, է էլի, ինքնության։ եթե այդ ավանդույթներից հեռանում ես, սկսում ես ձուլվել ուրիշ ավանդույթների ու կորցնել տեսակդ։ Բնականաբար բոլորս էլ ժամանակակից քայլերով առաջ ենք գնում, ես շատ ազատ մտածող մարդ եմ, ուղղակի կան կարմիր գծեր, որից մեկը ընտանիքն է, եւ պետության հիմքն էլ է ընտանիքը, չէ, ախր բոլորս գիտենք։ Քավլիցի ես չեմ խոսում եւ չեմ ուզում մտնել բոլոր ընտանիքները, ամեն տեղ էլ խնդիրներ լինում են, այդ այնքան նեղանձնական բան է, հիմա ես ուղղակի խոսում եմ ընդհանուր առմամբ ընտանիքի գաղափարի հետ, որտեղ դոմինանտը տղամարդն է եւ ավելի բարձր է կինը, որին պետք է սիրել, հարգել, ամեն մեկը իր մոտեցումը ունի, իր գործառույթը ունի, երեխաների դաստիարակելու, որոնք հետագայում մեզնից հետո իրենք են պահելու մեր պետությունը, մեր երկիրը, բայց առաջադեմ լինելով, եթե մենք կարողանանք մեր ավանդույթները պահել, մեզ հաստող չի լինի։ Բայց չգիտեմ ինչու մենք միշտ օտարամոլ ենք։ Մենք մերը չենք գնահատում, գուցե սիրում ենք, բայց չենք գնահատում, միշտ ուրիշինը, դրսինը, ես չգիտեմ ինչու է այդպես, կասեր Համոսահյանը։ Կարող է Համոսահյան կարդաս։ Ամալիա ջան, այսօր ոնց որ երգ է Մարտասան է։ Հա, շատ սիրուն է։ Արի ինչքան ասես անընդհատ այս հոտանաբորը, այս բանաստեղծությունը, այս գիգանտ մի ամբողջ կյանք կա։ Ես իմ անուշ Հայաստանի արևահամբարն եմ սիրում։ Մեր հին սազի ողբանվակ լացակումած լարն եմ սիրում։ Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վարման ու նայրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում։ Սիրում եմ մեր երկինքը մուկ, ջրերը ջինջ, լիճը լուսե, արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ։ Մթում կորած խրճիթների անհյուր ընկալ պատերը սև ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում։ Ու իսկապես, երբ որ գնում ենք քաղաքից դուրս, Այո։ ես այդ հնաոճ այդ քարերը, Այլ էներգետիկա ունեն, չէ՞։ հա, լրիվ։ Ուր էլ լինեմ, չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր։ Չեմ մոռանա աղոտ դարձած երկաթագիր գրքերը մեր։ Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունական վերքերը մեր, էլի ես որբ ու արնավար, իմ Հայաստան յարն եմ սիրում։ Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ հեքիաթ չկա։ Նարեկացու քուչակի պես լուսապսակ ճակատ չկա։ Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, ինչպես անհաս փառքի ճամփա, ես իմ մասիս սարն եմ սիրում։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ, որ լսեցիք, Շատ փորձեցի գեղեցիկ հիշել։ էր, շատ գեղեցիկ էր, շատ լավ ստացվեց, Ալա ջան։ Շնորհակալ եմ։ Իսկապես երգ, բանաստեղծություն, հայոց բնություն, սրանք այն նրբություններն են, որի միջոցով կերտվում է հենց հայի ոգին, Ներաշխարը, ներաշխարը, այո, մանկությունից եթե պրոպագանդվի, այո, եւ ամեն ինչ ճիշտ կգնա։
Եվ ընդհատելով մեր զրույցը հիշեցնեմ, բաժանորդագրվեք մեր YouTube-ի ինստեղ մեկ զանգակա հետագա ներբեռնումները բաց չթողնելու համար։ Մեզ կարող եք գտնել նաև Instagram, Facebook եւ TikTok-յան հարթակներում։ Անպայման գրեք ձեր կարծիքը, մեկնաբանությունը եւ ասեք դուր եկավ արդյոք մեր զրույցը այսօր ձեզ թե ոչ։ Արդյոք ձեր հոգին էլ ջերմացավ այնպես, ինչպես որ իմը։ Նաև կարող եք առաջարկել մեկնաբանությունների բաժնում մարդկանց, ում հետ զրույցը ձեզ համար հետաքրքիր կլինի։ Ես կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր ունեն ավանդույթների հանդեպ որոշակի ակնածանք ու հարգանք, իրենց ընտանիքները ավելի ամուր են լինում, քան թե մարդիկ, ովքեր առանձնապես պահպանողական չեն սրանց։ Մենք գիտենք, որ մեր հասարակության մեջ վերջերս բաժանությունները շատ են, եւ դու ամուր ընտանիք ունես ու տասնամյակից ավել ամուսնական, ընտանեկան կյանքի փորձ։ Բոլորն իրենց կյանքի ընթացքում ընտանիքում ունենում են, այսպես ասած, կրիտիկական շրջաններ, ինչպես ես դու դրանք կարողանում հաղթահարել։ Շատ բաների վրա աչք ես փակում, համակերպվում ես, որպեսզի պահպանես ընտանիքդ, ո՞նց ես դու կարողանում պահպանել քո ընտանիքի միասնականությունը։ Այսպես ասեմ, ես ու ամուսինս իրար ընդունում ենք այնպիսին, ինչպիսին կանք։ Հնարավորինս չեմ հիշում այդպես դեպք, որ օրինակ մեկս մյուսին կուլ գնա, մենակ թե անցնի, որտեղ նման առիթ էլ չկա, բայց իհարկե բոլորն էլ գիտեն, չէ, ամուսնանալուց հետո մեկ էլ 5 տարի հետո միած են փոքրիկ բում ա լինում, հետո 10 տարի, հետ մինչև մեծանալու հետ դու էլ ես փոխվում, հետո դիմացինին ես ճանաչում, մեզ թվում է մենք մեզ լավ ճանաչում ենք, մենք ինքներս մեզ չենք ճանաչում, ուր մնաց դիմացինին։ Նախ երբ որ սիրո եւ հարգանքի վրա է այդ ամեն ինչը լինում, ավելի հեշտ է դառնում, բայց ես ավելի կարևորում եմ հարգանքը միմյանց նկատմամբ, որովհետեւ այդ սերը, այդ կիրքը, ջերմությունը կարող է մի օր լինի, կարող է մյուս օրը չլինի, կենցաղը ինչ որ ավելի առաջ գա եւ այդ քո մտածմունքներից, բաներից միշտ չի որ դու սենց երազների, օթերի մեջ, ամպերի մեջ սենց սիրահարված ապրում ես։ Բայց երբ որ հարգանք կա միմյանց նկատմամբ, երբ որ գնահատում եք մեկը մյուսին, օրինակ ասում ես, դե լավ, հիմա ես մի բանը չի ուզում չեմ անի, բա ես էլ, ասենք ինձ հետ էլ հեշտ չի, չէ, բա ինքը ոնց է, ասենք իրար հարգելով, իրար գնահատելով, զիջելով, այնպես չի որ իդեալական է ամեն բան, բնականաբար մարդ ես, պատկերացնում եք ամենտեղ ամենուր լիներ ճիշտ չափի մեջ, ես օրինակ կնյարդանանայի, ես սիրում եմ սենց փոքրիկ էմոցիոնալ բաներ, սիրում եմ սենց պորտկումներ, ինքը ավելի է մեզ մտերմացնում, էլի, բայց նախ իր ընտանիքի եւ իր դաստիարակությունը եւ իմ ընտանիքում հստակորեն իմ ծնողների իմ հանդեպ դաստիարակությունը բերել է նրան, որ ես այսօր փառքաստու ունեմ լավ ընտանիք, լավ երեխաներ ու իմ ամուսնուն շատ եմ սիրում, մինչև հիմա։ Սերը չի անցնում։ Ոնց որ թե չէ, ավելի ամրանում, տարիքի հետ ավելի եք իրար կապվում եւ հետո երբ միշտ մարդիկ ավելի են մտերմանում, երբ որ ինչ-որ բարդ պրոբլեմային տարիներ են, չէ՞ լինում։ Մեր վերջի շրջանի դժվար տարիները, չեմ թաքցնի այդ հարձակումը, այդ բանի համացանցային, որը անցավ եւ վստահել էի, որ պիտի անցնի, իհարկե։ Եվ այսօր մաքրվում է, ինչպես ջուրը զուլալվում է եւ մարդիկ ամեն ինչ նույն տեղն է ընկել եւ այնտեղ կա մի փոքրիկ մասա, որը բոլորին է ատում, որտեղ ինքը ոչ իմանի չի հասել, ինքը նեղվում է, որ իրանց թվում է մենք ենք մեղավոր, որ իրանք չեն հասել, այնպես չի մեզ սկուտերի վրա տրվել է, էլի մենք էլ ենք դժվարություններով անցել։ Ու երբ այդ ժամանակ քո տղամարդը, քո ամուսինը քո կողքին է, գնահատում է, հարգում է եւ ինչ որտեղ մի բան էլ ինքն է ասում, որ ամեն ինչ նորմալ է, բանի տեղ մի դիր, ոչ թե ավելորդ, խանդ, ավելորդ, չգիտեմ ինչեր, այդ ժամանակ քեզ ավելի հեշտ է լինում ապրել։ Ալա քո կյանքում ինչ իրադարձություն եղավ, որից հետո կյանքդ փոխվեց, վերաբերմունքդ կյանքին այլևս առաջվանը չեղար։ Թույլ տվեք մեկը նշել, պատերազմը։ Այսքան անմեղ երեխեքի գնալը, այսքան ցավ ու դարդ
շատերի ընտանիքում բերել է, հայրենիքի կորուստը, ինձ թվում էլ հարցնեք նույն բաներն են ասելի։ Ոնց կարող ես ապրել չնկատելով ինչը կատարվում շուրջդ քո կյանքում, էլի։ Այդ ինչքան պետք է անջատված լինես, որ վրատ նման բաները չազդեն։ Ասենք չազդի որդեկորուս լացը, չազդի ոնց են ասենք թե անտակտ հիմար բաներ գրում այդ ասենք թե վիդեոյի կամ այդ կնոջ ասացի տակ, էլի ես չեմ կարող պատկերացնել դրանք ով են, այդ ովքեր են, որ այդպես են մտածում, էլի։ Տմարտիներ։ Հա, մարդ չեն, դա մարդի են, ճիշտ եք ասում։ Ալա, Այո, ունես վախվաղվա օրվա հանդեպ։ ունեմ։ Բայց զուգահեռաբար նաև ունեմ, չգիտեմ, ես ինչ հույս է այն մեջ միշտ ա եղել, բայց հիմա ավելի արտանում, որովհետև ամեն ինչ ունի սկիզբ եւ ունի վերջ եւ վերջապես պիտի գա այդ վերջը, այս ամեն ինչի ու մենք պիտի թերթենք այս էջը, ցավով, ցավ կմնա մեջներս, բայց պիտի թերթենք։ 15 տարի առաջ, երբ մտածում էիր ապագայի մասին, քեզ ինձ այսպեսին էիր պատկերացնում։ Իրականում այո, ես շատ շնորհակալ եմ իմ բախտին, իմ ճակատագրին, Աստծուն, ոնց կուզեք ընկալեք, որ ես ունեմ այսօր այն ինչ ունեմ։ Եվ բացի այդ էլ երբ մեծանում ես, մի քիչ իմաստնանում ես, հասկանում ես, որ այս փորձություններն էլ են մարդու համար եւ որպեսզի դու մաքրվես, նաեւ սրա միջով պիտի անցնես։ Ու այս կյանքը հենց այնպես չի, էլի, որ եկար ապրեցիր, ուտես, խմես, ունես, այն ունես, գնաս, չէ։ Ժամանակի ընթացքում նորից եմ ասում, երբ դու չես կորցրել քո կապը վերևի հետ եւ կյանքի հետ, ես չեմ ուզում այնտեղ Աստված պապիկ չի էլի նստած, մի քիչ ավելի խորն է, ինքը շատ ինտիմ թեմա է եւ ես ուրիշ կերպ եմ պատկերացնում ու հասկանում ու չեմ էլ ուզում դրա մասին ասել, որտեվ ամեն մեկը թող ինքը հասկանա ու անցնի այդ ճանապարհը։ Ես շատ շնորհակալ եմ իմ կյանքից։ Ալա, քո վաղվա օրը այն ինչպես ես պատկերացնում։ Ինչպիսին լինի քո վաղվա օրը, որ դու ասես երանություն։ Այդ իմ մտքում եմ պահում։ Գալու է այդ օրը։ Ու էլի կհանդիպենք ու կխոսենք դրա Ու մասին։ կասես այ Հիշում ես, ես չասեցի, ես օրը նկատի ունեի։ Ես ուզում եմ, որ մեր երեխեքը լուսավոր, խաղաղ, ներդաշնակ կյանքով ապրեն, մենք սովորենք, չէ՞ միշտ երեխաներին, մենք էլ մեր ծնողների երեխաներն ենք։ Ուզում եմ, որ ժպիտ լինի, ուզում եմ, որ, բայց սրտանց, ինչը որ ասում եմ, արժանապատիվ ու սրտանց։ Մեր ժպիտները սարքովի չլինեն, մեր խաղաղությունը, մեր կյանքը լիություն լինի, հարգանք լինի։ Ինչ ասեմ, նորմալ մարդը ուզում է, որ իր միջավայրում, իր շրջապատում բոլորը ուրախ լինեն, լավ ապրեն, ինչու ոչ, ամեն ինչ լավ լինի։ Էս է իմ ուզածը ու վստահ եմ, որ այդպես էլ կլինի։ Ինչ կանեն քո հանդեպ, որ մինչև կյանքիդ վերջին օրը կարող չլինես ներել։ Այդպիսի բաներ արել են։ Իմ անձի չէ։ Իմ անձի հանդեպ շատ է արվել, բայց չեմ ուզում ասել ներել եմ, երևի դեռ այդքան չեմ հասել այն գաղափարին, միգուցե մեծանալու հետ, բայց կան բաներ եւ մարդիկ, որոնց չեմ ներել։ Բայց այն ինչ որ եղել է, դա այս վերջի տարիներին համատարած մուրը բանում օդի մեջ դա ներելի բան չի, այն ինչ որ եղավ։ Դա ես ասում եմ 5 տարուց 10 տարուց որ մանանա էլ երկնքից թափվի, մեկ է պետք է մարդ չլինես, որ այս ամեն ինչը մարսես, էլի։ Սա ներելու բան չի։ Քո միջավայրն էլ նոսրացավ, շրջանակը շփման նեղացավ։ Լուստրացիա էր սա բոլորիս համար։ Բայց ցավում եմ, օրինակ, ճիշտ է, ընկերներ ունեմ, որ ասում են ինչ լավ էր, գոնե իմացանք ով է, բայց չէ որ երևույթն է բերում նրան, որ դու փոխվես, բայց երբ որ չկար երևույթը, մենք բոլորս լավ էինք, իրար հետ։
Հիմա էլ ես այնպես չի, որ ինչ-որ մեկի վատն եմ ցանկանում, բայց իմ ներսում է փոխվել վերաբերմունքը, որի համար շատ եմ ափսոսում։ Քո սիրտն է այդ մարդկանց համար փակ։ Ըհը, այո, եւ դրա իրավունքը լրիվ ունեմ։ Ալա եթե իմանաս, որ աշխարհի վերջն է։ Լավ էլի արի Հեսա, ուրախ բաներից հեսա, խոսենք։ Ես եկել եմ քեզ մոտ, որ օրվա ավարտին, հաճելի բաներ խոսենք։ օրվա ավարտին, դե հիմա ամեն ինչ էլ ունի վերջ։ Օրվա ավարտին այդ վերջն է։ Ինչի համար կօգտագործես քո այս ժամերը։ Ինչ կանես, ինչը կշտապես հասցնել, ասել, անել։ Նախ ընտանիքիս հետ անպայման կգնամ եկեղեցի, կգնամ ինչ մտածում եմ, ինչ ցանկանում եմ, ինչ խնդրում եմ, իմ այդ ամբողջ երևույթը կանեմ, process-ը։ Հիմա այնքանով է լավ, որպեսզի հատ-հատ չզանգեմ բոլորին, ասեմ շնորհակալ եմ այս արածիդ համար, ես քեզ սիրում եմ, չնեղվեք, ամեն ինչ լավ կլինի, էսա հիմա իմացեք, որ այս ամեն ինչից հետո եւս կյանք կա, էտապներ են, չէ, մինչև հասնես այն մեծագույն գաղափարին, սա վերջը չի, սա նոր սկիզբ է, դա կանեմ ուղիղ եթերում, ով կհասկանա, ով չի ուզի, ինքը գիտի։ Ու իմ ընտանիքի, իմ սիրելիների հետ կանցկացնեմ, կգրկեմ, կհամբուրեմ, կփորձեմ ծիծաղացնել, վստահ եմ, որ կառանձնանամ, լաց կլնեմ, կվախենամ ինչ-որ մի պահի, բոլոր վառ էմոցիաները կօգտագործեմ։ Ունես տենց տաք մի անկյուն, տաք հիշողություն, տաք մարդ, չգիտեմ, ինչ-որ մեկին հյուր գնալ, երբ այ շատ ես նեղվում, առանց առանձնակի պատճառի, պարզապես թախծոտ օրեր են, չէ՞ լինում։ Այ որտեղ ես տաքանում։ Իմ ընտանիքում։ Եվ մի քանի հարազատ ու հաճելի ընկերների հետ, մորս հետ։ Հիմա ավելի եմ արժևորում այն մարդկանց, որոնք իմ կողքին են։ Հիմա մի տեսակ ավելի ակնածանքով, ավելի զգուշ, որ իրենց լավ լինի, որ հանկարծ մի բան այնպես չասեն, որ իրենց չկորցնեն, որ ավելի, այդ եմ ասում, արժեքները փոխվել են ինձ համար։ Դու խրատող մայրիկ ես։ Թե թողնում ես իրենց սխալներով արդեն իրենց կյանքի ճանապարհը ինքնուրույն իմաստանան, չէ՞։ Չեմ կարող։ Չէ, անպայման խոսում ենք։ Շատ ենք խոսում, 3 զավակ ունեմ, 2 աղջիկ, մի տղա։ Իրենց հետ մոտեցումը տարբեր է, եւ տարիքային ցենզի պատճառով, եւ սեռերի տարբերության պատճառով, բայց մեր տան խիստը ես եմ, չթաքցնեմ։ Ըհը։ Էմոցիոնալ եմ, կտրուկ եմ ավելի, ունեք իրենց հայրիկի հետ ավելի հաճույքով են որևէ թեմայի շուրջ խոսում, որտեղ նա համբերատար լսում է եւ խորհուրդ է տալիս եւ ազդվում են եւ ես այդ պահին ես անդադ զբաղված եմ, ես անդադ խառնեմ, կամ կենցաղով, կամ դրսը, կամ ես պետք է անեմ, կամ պիտի գնամ ես ընտանիքին օգնեմ, հասնեմ, կամ այնքան բան, որոնց մասին ես չեմ էլ խոսում, որտեղ ամոթ է խոսել, էլի։ Դե համար կարող է թույլ կարծիք լինել, որ մենք ոչինչ չենք անում։ Իսկ ամուսինս խոսքով եւ այնքան ուրախ եմ, որ այդպես ես շտապ եմ, արագ եմ, էմոցիոնալ եմ, կտրուկ եմ։ Ահա։ Դրա համար իրենց հայրիկի հետ ավելի հեշտ է ինչ-որ թեմայի շուրջ խոսել, քննարկել, եւ վերջում ես ասում եմ պապան ոնց ասեց, ուրեմն ճիշտը դա է, որովհետեւ գիտեմ, որ նա սխալ բան չի ասի։ Կուզենայիր ձեր աղջիկներից մեկը կամ որդին երգիչ լիներ։ Չէ։ Կտրուկս մի հատ մի րոպե, ասեմ ինչու։ Իմ աղջիկները հրաշալի երգում են եւ իմ երգիչ-երգչուհի ընկերները լսել են ոնց են իրանք երգում։ Բայց նախ այնպես չի, որ ես իրանց արգելում եմ։ Ու ուրախ եմ, որ իրանք կորոշեն ինչ են ուզում։ Մեծ աղջիկս արդեն ունի իր ճանապարհը, նա բիզնես մենեջմենտ ավարտել է ամերիկյան համալսարանը, որդիս դե աստծի ծառայում է, կգա կհասկանանք ինչ որ կուզի, կանի, փոքր աղջիկս էլ գեղասահք, պարն, հրաշալի պարուհի է։ Տեսնենք ուր կտանի կյանքի ուղին։ Բայց ասացիր չէ, ինչու ոչ։
Շատ բարդ է այս ամենը։ Ինքը հերվից է թվում։ Շատերը այդպես են կարծում, որ ինչ լավ է, երգում են, ծաղիկներ են ստանում, աշխատում են, ժպիտներ, սեր, նվերներ, բայց քանի տարի ես հասել դրան։ Եթե այսօր ուղակի ունես գումար, կարող ես մի երգ ձայնագրել, սարքեն այնտեղ մի կերպ, մի հատ շիրուն ճոխ տեսահոլովակ ունենաս, դրա մասին չեմ խոսում։ Այն մարդիկ, որոնք զրոյից սկսել են, եկել են էտապներով, անցել են Երգի պետական թատրոնի դպրոցը եւ ոչ միայն, ես իմ կյանքն եմ ասում։ Այն դժվարությունները, սոված օրերը, հոգնած, լացած օրերը, ինչ որ խեթ հայացք, ինչ որ գոլեգայի կողմից շատ հարցեր կան, էլի, մինչև հղկվում ես, հասնում ես, արդեն ինքնաբավ ես դառնում, որտեղ դու այդ ճանապարհը անցել ես, այդ ժամանակ հասկանում ես, որ դու չես ուզենա, որ երեխաներդ անցնեն այդ ամբողջ թողուբոհով եւ մի հատ էլ ամբողջ կյանքում ճիշտ ուղու վրա լինեն ու հանկարծ մեկը որոշի, որ ինչ որ վատ բան է ուզում գրել ու կեղտո, հասկանում ես, այդ շատ դժվար, շատ բարդ է, բայց ես միշտ իրենց խրախուսում եմ, որ ձեր մասնագիտության հետ մեկտեղ մենք կգնանք ստուդիա, որտեղ դա մեծ բավականություն է, ու դուք կերգեք ու արել ենք այդպիսի բաներ, իրենց հոգեբանական ներաշխարի վրա ազդելու, որտեղ երաժշտությունը շատ գեղեցիկ բան է, ու իրանք մաքրվում են, իրանք ժպտում են, իրանք երգում են, ինքնահաստատվում են, չէ, շատ կարևոր բան է, էլի, բայց ուղին այնպես չի, որ ես արգելել եմ, բայց չէի ուզենա։ Այն բնագավառները, որոնք անհատին բերում են ճանաչվածություն, փառք, հանրայնություն, հենց այդ բնագավառներում առանձնահատուկ շատ են ինտրիգները, Անպայման։ թիկունքային գործունեությունները, այսպես ասեմ։ Դու դրանց զոհը շատ ես դարձել։ Հա։ Չէ։ Կլինի էլի, հա։ Դե ասացիր, չէ, իմ հանդեպ շատ են եղել այդպիսի Սկզբում բաներ։ Նման չէի, որովհետև մտածողությամբ, հագուկ ապով, տարբեր էինք, երաժշտական ուղղվածությամբ, եղել է իհարկե։ Սա անխուսափելի է այս բնագավառում։ Ինքը որպես բնագավառ դժվարություն է, որովհետև նվիրում է պահանջում, թե դժվարությունը կրկնապատկում է, որովհետև հետևից անընդհատ բզբզացող լինում է։ Քանի դեռ չես կայացել, քո եսը չես հաստատել, դրանք միշտ լինում են։ Հետո արդեն ամեն ինչ տեղն է ընկնում, չնայած դրա հետ մեկտեղ արդեն երբ որ դու հանրային մարդ ես ու ոչ միայն երգում ես, այլ խոսքով, ինչ որ հասարակական գործունեություն բան ես ծավալում, արդեն բնականաբար այդ սլաքները դեպի քեզ ավելի են շատանում։ Որն է քո մեջ ամենատպավորված խոսքը, խոստովանությունը, որը լսել ես քո արվեստը գնահատողի կողմից։ Լինի երիտասարդ, լինի ավելի տարեց, այդ որ խոսքերն ես դու լսել, որ ասել ես, իզուր չի, որ ես երգում եմ, այսքան բան որ արել եմ, արդարացված է։ Իսկապես շատ են եղել նման բաներ, անկեղծ մինչև այսօր։ Մինչև այսօր ես ունեմ հավատարիմ երկրպագուներ, որոնք չեմ ամաչի ասել, ինձնով ապրում են։ Ես ուղղակի չեմ ասում սա։ Մենք կապի մեջ ենք, մենք շատ են իրենք ու ես այնքան երջանիկ եմ դրա համար։ Բայց հիշում եմ, որ հաճախ են դեպքեր եղել, բայց այս մեկը հիշեմ, ամենասկզբում, երբ Հայաստան երգը նոր էի գրելու մեր Թութուշի հետ Վարդու հետ մեր մենահամերգներ եւ հանդիսատեսից մի երիտասարդ տղա, որ այսօր բավականին հայտնի է նաև քաղաքականության մեջ, ես հիմա անուն չեմ տա, գրեթե տարեկիցներ ենք, ասեց, գիտեք, ասեց, Ալլա ջան, ես ուզում էի մեկնել արտերկիր ապրելու, ես որ հասկացա, որ ես դա չեմ անելու, ու մնաց, ու այսօր բավականին մեծ գործունեություն է ծավալում, նման բաներ շատ են եղել, մի քիչ ես նեղվում եմ ամեն բան պատմելուց, որտեղ ստացվում է ինքնագովեստ, բայց չես էլ ասում, մարդիկ կարծում են դու ոչինչ ոչ արել ես, ոչ անում ես, ես չեմ սիրում, երբ գնում եմ տարբեր ընտանիքների եմ այցելում, ինչքան են ինձ գրում, գումար խնդրում, բան, չես կարող, ֆիզիկապես չես կարող բոլորին օգնել, որտեղ այսօր արդեն այնպիսի պայմաններ են, որ դու ինքդ էլ չես կարողանում նույնիսկ տեսահոլովակ նկարել, դա քեզ թույլ տալ, էլի, որտեղ ամբողջահաճո չեմ եւ չեմ էլ
բան անում, տենց ամեն ինչ անեմ, որ դուր գամ, որ մի քանի անգամ ավել կանչեն ինչ որ գումար աշխատելու։ Ես այդ առումով սկզբունքային եմ եւ չունեմ էլ խնդիր նման, բայց բոլորին չես կարող օգնել, չէ՞։ Մանավանդ որ դրա կարիքն ու առիթը շատ կա, վերջին տարիներին ինչքան բաներ եղան։ Ես դրա մասին երբեք չեմ խոսել, երբեք չեմ նկարել, երբեք չեմ դրել իմ էջերին, որովհետև կարծում եմ, որ դա իմ համար դա ամոթ բան է։ Չեմ խոսում են մեծ լիքը բաներ արվեցին, դրա մասին պիտի խոսեն, որ մարդիկ իմանան, իրենց մասնակցությունը ունենան։ Ես խոսում եմ իմ անձնական արածների մասին, որոնք ուղղակի չեմ լուսաբանում, որտեղ ես չեմ արել, որ ինչ որ մեկին դուր գամ կամ ինչ որ մեկը որոշի ինձ գովի ասի դրա մասին, թե ոչ, էլի։ Գումարից խոսեցինք, լավ գումար աշխատելու համար հարկավոր լինել պալատական արտիստ։ Այդ որն է, որ այդքան ասում են, այդ պալատականը, որ մեզ էլ են ասում, Դա որն է դա։ պետական բոլոր միջոցառումներին եւ չինովնիկների բոլոր միջոցառումներին իրենց ժամանցը ապահովող արտիստներն են։ Բայց ինչ Դրանք վատ բան կա դրանում, երբ կարող ես եւ չգիտեմ, բիզնեսմենի միջոցառմանը մասնակցել եւ նախագահական, եւ բարեգործական, եւ որևէ գյուղական, այսինքն դա ինչ մի ասելու բան։ Պալատական են նրանք, որ երեք նրանց հետ էին մտերիմ, այնտեղից էին օգտվում, այսօր էստեղից են օգտվում, վաղն էլ ով գան նույն ձևին, այ դրանք են պալատական։ Մենք պալատական երկիշներ չենք։ ես հենց նկատի ունեմ այն, որ այսօր պետական միջոցառումներին ձեր երգը չի լսվում։ Այսօր այդ պալատական համարվող երգիչները բացարձակապես այլ են։ Ինչու է այդպես ստացվել։ Դուք մերժել եք եւ ձեր նման շատ երգիչներ մերժում են մասնակցությունը, որովհետեւ արժեհամակարգը այլ է։ Ուրեմն ես այն տարիքում եմ եւ այն կարգավիճակում եմ, որ ես եմ որոշում ուր գնալ, ուր չգնալ, դա միշտ ա եղել։ Նախ այնպես չի, որ այսօր այդպես մեզ հրավիրում են, տեղեր կա, որ նույնիսկ կանոններ կան գրված, որոնք չպետք է ներկա լինեն, բայց այդ նույն տեղերից նաև եղել է որևէ այլ բանի հետ կապված հրավեր, արդեն ես մերժել եմ։ Ես այդպես եմ որոշել, այդպես եմ ուզում, դրա իրավունքը ունեմ, կերկեմ կամ կխոսեմ այնտեղ, որտեղ որ ես ճիշտ կհամարեմ։ Տեսեք, շատերը շարքային քաղաքացիներից մինչև երգիչներ, արվեստագետներ ասում են, սա իմ աշխատանքն է, սա արվեստն է, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Արդյոք սա ճիշտ եք համարում։ Բոլորը պիտի ունենան իրենց առնվազն քաղաքացիական դիրքորոշումը, թե չէ։ Դե հիմա իր աշխատանքն է, Աստված տաղանդ է տվել երգելու, դե պիտի դրանով զբաղվի, կարևոր չէ որտեղ, կարևոր չէ, ալա որտեղ կերգեն։ Դե ինձ համար կարևոր է, ես ասացի, այնպես չի, որ ես չեմ ուզում աշխատել, էլի։ Այս իմ աշխատանքն են, քիչ երբ նայում ես որպես մարդով երգում է, համաձայն եմ, բայց որպես քաղաքացի դու պիտի դիրքորոշում ունենաս, չէ՞։ Չէ՞ որ դու այդ երկրում ես ապրում, այդ միջավայրում ես ապրում։ Օրինակ ինձ համար ինձ միևնույնն է, ես առաջ կային երաժիշտներ եւ ոչ միայն մարդիկ, որոնց տաղանդը միշտ էլ գնահատել եմ, միշտ բարձր եմ դասել, բայց այսօր ինձ համար միևնույն է դա, որովհետեւ ինձ համար կարևորը մարդ լինի եւ հայ լինի։ Մնացածը միշտ էլ կծնվեն մարդիկ, ովքեր սիրուն կերգեն, լավ կնկարեն, բանաստեղծություններ էլ կգրեն, այնպես որ իմ համար կարևորը եւ առաջնայինը հայ մարդ լինելն է։ Ալա ջան, եղել եք հո կյանքում որևիցե արարք, որը փոշմանել ես, որ հենց այդպիսի հանգուցալուծում ես տվել, որովհետեւ անդրադարձ է ունեցող քո կյանքի վրա։ Այս պահին այդպիսի լուրջ բան չեմ հիշում։ Ինչ արել ես, լավ ես արել։ Իրականում ոնց որ թե լավ եմ արել, ոնց որ ամեն ինչ նորմալ է, բայց կան իհարկե ամեն մարդ էլ ունի իր ներսում, որ ասում է, այսպես պիտի չասեի ամեն դեպքում, կամ սա չպիտի անեի, հո անսխալական չենք։ Ամալիա ջան, ես էլ եմ արել սխալներ եւ կարողա նեղացրել եմ խոսքով եւ այլն, բայց իրականում մարդը անսխալական չէ, կարևորը որ դու գիտակցես այդ սխալը եւ փորձես այլևս չանել, եթե կարող ես։ Դա է կարևորը, այդ մաքրման process-ն է, էլի։ Ես գիտեմ քո վերաբերմունքը հայրենիքին
ինչը կարող է քեզ ստիպել, որ լքես հայրենիքդ։ Աստված չանի գա այդ պահը։ Շատ առիթներ եմ ունեցել, լավ առաջարկներ են եղել։ Ես սիրում եմ, ոնց ասեմ, ես իմ ծնողներին, իմ քույրերին, եղբորը, իմ ընկերներին, իմ հողն ու ջուրը ոնց թողնեմ գնամ։ Ախր ես ինչպես վեր կենամ գնամ, բայց չեմ էլ ուզում որևէ մեկին ինչ որ ցավեցնել կամ ինձ իրավունք չեմ վերապահում, մարդիկ պատճառ ու առիթ են ունենում մեկնելու։ Ես չեմ ուզում գնալ, Աստված չանի, հուսամ այդ օրը չի գա, որովհետև դրան պիտի նպաստի մի հատ այնպիսի բան, որ ես թողնեմ գնամ, ես այս դժվար բաների միջով էլ եթե անցա ու չգնացի, միշտ էլ ունեցել եմ այդ Եթե մինչև այս հնարավորությունը։ պահը ապրում ենք Եթե Հայաստանում, մինչև այս այլևս պահը ապրում ենք, հա, հետո երևի նրանից է Ամալիա ջան, որ ես շատ եմ շրջագայել, ապրել տարբեր երկրներում, թեկուզ փոքր ժամանակով էլի, գնահատում եմ բոլոր երկրների ու ժողովուրդների կյանքը, մշակույթը, առնչվել եմ, ինձ հետաքրքիր է եւ այս եւ մյուս եւ առաջադեմ եւ ոչ այնքան երկրներում լինել, տեսնել ինչով են ապրում, ինչպես են ապրում, ինչ մշակույթ ունեն, երևի որ այդ ամեն ինչը տեսել եմ, դա ինձ արդեն բավարարում է, ես չունեմ այդ ձգտումը, մի հատ դուրս գալու, ուրիշ տեղ ապրելու, չկա, որտեվ ես շատ բաներ եմ տեսել ու հասկացել եմ վերջի վերջո, որ իսկապես ես էստեղ եմ ուզում ապրել ու Աստված տա, որ իմ սերունդներն էլ, երեխաները, թոռները, ծոռները ապրեն լավ, ապահով, այո, առողջ մթնոլորտ ունեցող երկրում։ խաղաղ Հայաստանում իրական խաղաղության ներքո։ Որովհետև իսկապես այնքան բաներ կան, այս վերջերս Տաթևի վանք էի գնացել, ինչքան էլ որ գնում ես մեկա էլի կամ Գորիսի են հին Ռիփսիմե եկեղեցիա կարծեմ են Շատ լեժայրն գեղեցիկ։ հա ախր որն ասեմ ես սիրում եմ ես առանց Համուսահյանի ոտանավորների չեմ կարող բարբերաբար ձեռքս եմ առնում որ մի քիչ ուրիշ կերպ առավոտոս բացվի լույսը բացվի ու սկսեմ ապրել ես առանց Հայրիկ Մուրադյանի ու Կոմիտասի երգերի չեմ կարող ես առանց մեր վանքեր գնալ գալու չեմ կարող սիրում եմ ես այդ մեր դաշտի խոտի հոտն եմ սիրում ես երբ գյուղ եմ գնում սիրում եմ մեր այնտեղ գյուղի միջով անցնող երկաթ գիծը կա որ այնքան բան կա որ ես սիրում եմ ու այդ մանկությունից մնացած է իմ հոգու մեջ է ես չեմ կարող չհիշել մեր հարևան որ տուն ենք գնում հարևանի խաղալու Խնիմյան Հայրիկի նկարը կախած մեր տանը Անդրանիկ Զորավարի ախր բաներ կան որ չես կարող էլի սենց միանգամից կողքի դնել ու վերկենալ գնալ ես սիրում եմ իմ երկիրը ես սիրում եմ իմ հայրենակիցներին ուղղակի ափսոսում եմ որ ամեն այսպիսի դրսից եկած բաներից իրանք խառնվում են իրար եւ չեն հասկանում ու չեն կողմնորոշում ամուր չեն այ երբ որ ավանդույթները լինի երբ որ դպրոցից մանկապարտեզից լինի ազգային պրոպագանդա ազգային որ մենք ճիշտ է իմանանք որ մեր ոգին ուրիշ կերպ լինի որ մենք հասկանանք որ եվրոպականն էլ է շատ լավ ամերիկյանն էլ ռուսական մշակույթը չգիտեմ տարբեր բայց մերն էլ է լավը չէ մենք մերը որ պահենք չենք ցուլվի Մերն ուրիշ է։ մերն ուրիշ է Այս համար հատկապես։ ես սիրում եմ իմ երկիրը շատ Եվ վերջում Ալայ ջան, ինչպես արդեն խոսքի ընթացքում ասացի, Ավետ Բարսեղյանի հետ հեղինակել եք նոր երգ, երբ սպասենք նորույթին։ երբ որ լինի հնարավորությունը տեսահոլովակ նկարելու կարծում եմ շուտով Շնորհակալ եմ զրույցի համար։ ես էլ եմ շնորհակալ շատ հաճելի էր Ալա Լևոնյան։ Իմ կարծիքով նա չի փոխվել։ Գրեք մեկնաբանություններում, իսկ ձեր կարծիքով, երբ առաջին անգամ Ալա Լևոնյանին տեսնում եք բեմի վրա եւ այսօր, երբ նրան տեսակ, արդյոք նա փոխվել է։ Գրեք ձեր կարծիքը, կարծում եմ, որ ձեզ համար էր նա չփոխվեց։ Նա հասունացավ, իմաստացավ, ավելի փորձառու դարձավ, բայց ոնց որ թե չփոխվեց։ Հանդիպել ենք նաև հաջորդ անգամ։ Առայժմ